Ողջույն իմ ամենաշատ սիրելի հեռուստատողներին, ողջունում եմ ABC հեռուստակայանի եթերից եւ իհարկե նաեւ դուք կարող եք մեզ ունկնդրել Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով։ Մենք սփյուռքի առաջ ենք եւ 2025 թվականին առաջին անգամ այս տարվա մեջ կրկին մեր եթերում է դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը եւ մենք խոսելու ենք կարևորի մասին։ Առանձնահատուկ ուզում եմ տեղեկացնել, որ բարբերաբար պարոն Ղուկասյանը լինում է մեր եթերում, դա հեռուստադիտողների եւ հանրության ցանկությունն է, որովհետեւ ես բազմաթիվ նամակներ եմ ստանում, որ բարբերաբար մենք նրան հյուրընկալենք եւ այսօր կատարում եմ ձեր բոլորի ցանկությունն ու խնդրանքը այս պահին իմ եթերում ուղիղ ինտերակտիվ կապով պարոն Ղուկասյանն է, հարգանքներս պարոն Ղուկասյան, ինչպես եք։ Բարև ձեզ, շնորհակալություն, դուք լավ լինեք։ Շնորհակալություն, փորձում ենք լավ լինել, բայց այս իրականության մեջ դեռ լավ լինելը հարաբերական է։ Պարոն Ղուկասյան, նախ ուզում եմ շնորհավորել դոկ կուսակցության 1 տարին լրանալու կապակցությամբ։ Կուսակցությունն արդեն իր ուրույն տեղն ու նշանակությունը ունի մեր իրականության մեջ, դրա մասին պարբերաբար խոսում է եւ հանրությունը եւ իհարկե նաեւ խոսում եք դուք եւ դա ակնհայտ է։ Ես կցանկանամ ձեզ հետ այսօր մի փոքր առանձնակի շատ կարևորի թեև մենք միշտ կարևորի մասին ենք խոսում, բայց ուղղակի ինձ հետաքրքրող հարցեր, որոնք ես ուզում եմ այսպես բացահայտել ձեզ հետ միասին։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիների համատարած հայտարարագրերը իրականացվում են կոռուպցիայի կանխարգելման նպատակով։ Կբացատրեք ինչ է սա նշանակում առհասարակ։ Նման ուրեմն սա Նիկոլ Փաշինյանի իրերը եկեք կոչենք իրենց անունով, հա։ Սա Նիկոլ Փաշինյանի հերթական մուտիկն է, ուրիշ բառ ստեղ հնարավոր չէ օգտագործել, այնպես չէ որ մենք հայոց լեզվից կաղում ենք, ով հասարակությունը գիտի, ես փալուն թերապետում եմ երկու բառապաշարիներ, բայց այստեղ պետք է օգտագործել իրերը կոչենք իրենց անունելով, մուտիկն է, այս իշխանությունը 2018 թվականին ժողովրդին խաբելով, մատների վրա խաղացնելով, այս հեղափոխությունը կոչվածը կազմակերպեցին հենց նույն լոզունգով, որ պիտի գան եւ կոռուպցիա, չգիտեմ, թալան, վերանա, պատասխան տան, քյաբաբ, կոպեկ, ատիկ։ Արդեն լրացավ 6-րդ տարին, բայց 6 տարվա մեջ ոչ թե 6 դատապարտյալ, 0 դատապարտյալ մենք ունենք նախկիներից, իսկ հիմա նախկիներից ավելի հարստացել են նաև ներկաները եւ վերցնել հիմա էլ ասել գիտեք ինչ կոռուպցիայի կանխարգելում եղբայր բառը հնարավոր չէ ստեղ օգտագործել, տականք, դու Սերժ Սարգսյան արդարացրեցիր, Արշակ Հակոբյան արդարացրեցիր, Հովիկ Աբրահամյան չանդրադարձական Հովիկ Աբրահամյան, բոլոր վարչապետները, մինիստրները, թալանչիները, դրանց ոչ մեկին գերական պատասխանատվության չընթարկեցիք, գույքը չբռնագրավեցիք, ասեմ ավելին, քո միջավայրը հիմա ավելի հարուստ են, քան նախկիները, ունեք այսօր Երևանի քաղաքապետը մի քանի անգամ հարուստ է Տարոն Մարգարյանից, որ մարդը ընդամենը ուժի փող չուներ։ Մենք անգամ ցույց ենք տվել, գնացել ենք, նկարահանել ենք, ցույց ենք տվել այդ մարդու հողատարածքները, արևային կայանները, չգիտեմ այնտեղ ինչա դրանց անունը, բալա, դասա պարնիկները եւ այլն, եւ ոչ մի լրատվամիջոց, ոչ մի հասարակական կազմակերպություն այդ կոռուպցիայի դեմ այսպես կոչված չգնաց այդ հետքերով, գոնե գնային ասեն Վարդան Ղուկասյանը խափում է։ Այն Գրիբայեդով գյուղի էս պարնիկները, էս արևային կայանները սիսինը չի, խաթամա, դոգը խաթամա, այդ է չարին, հասկանում եք։ Եվ այսօր մտնել Լիվցյոր Այդայի, Կոշկակար Համոյի, Դռնապա Յուրայի, Մարմնավաճառ Զաբելի, Բուժքույր Աստրիկի գրպաններ ու ասել մենք պիտի տենանք ձեզով բանա, դու ասա փող տալի, իշքան եք ստանան, մենը իշքան տվեց, բոյֆրենդը իշքան տվեց, դու իշքան տվեց իր կոռուպցիայի դեմ պայքար, սա եթե որևիցե մի մարդ, որևիցե մի շնչավոր մարդ կարող է հավատալ այս օրենքի ազնվությանը, Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ուրեմն տվյալ անձը մարդ կոչվելու իրավունք չունի, ինքը ոչխարից ոչ մի բանով չի տարբերվում։ Բայց նաև ասում է պարոն Ղուկասյան, նաև ասում է, որ սա երջանկություն է։
Դուք չեք պատկերացնում, որքան երջանկություն Երջանկությունը իրանց համար, որ մտնում են մարդկանց գրպանները, այդ մեր երջանկությունն է։ Չէ՞ որ այդ քաղաքացին պիտի գնա բանկում հաշվի բացի, էսանի, էնանի, մտնի կոմպյուտերի մեջ, չգիտեմ ինչեր գրի, մուծումներ անի։ Եղբայր դու եթե մենք Սինգապուր լինեինք, եթե նախկին ներկա բոլոր նախարարները, վարչապետները, նախագահները, վարչության պետերը, բոլորը դատված էին, բոլորի գույքը բռնագրաված էին, տնով, տեղով, ընտանիքով, բերդերում պտեին, մի քանիսին գնդակահարեին եւ այլն, կասեի, հա, մարդը դրած առաջ իր առաջ դրված խնդիրից փոխպատե մանդատը փալուն կատարել է, Սերժիկ Ռոբիկ եւ բոլորը բերդերում են, կեսը կախվել են, կեսին բռնաբարել են, կեսին վառել են, հիմա մարդ ուզում է երկրում ստեղծի տոտալ վերահսկողություն, որպեսզի մի կոպեկ ավել գումար աշխատավարձից ավել ոչ մեկ չկարողանա Բայց մարդը իր նկարագրով շատ արդար է ապրում, պարոն Ղուկասյան, այսօր էլ մի ետեսայերից ներողություն, մի հատ կարելի է մի բան ասել։ Այդ մարդը Թույլ տվեք վերջացնեմ, պարոն Ղուկասյան, որ ասածս տեղ է։ Հոգեկան առողջության հետ ինքը բնականաբար իր ցանկացած գործողություն համարում է adekvat։ Պարոն Ղուկասյան, ես գիժեմ։ Պարոն Ղուկասյան, նա արդար է ապրում։ Այսօր հեռախոսի վարձը անգամ չի վճարել, հեռախոսն են անջատել, պարոն վարչապետի։ Տեսեք ինչքան արդար է ապրում մարդը։ Ուրեմն հեռախոսի վարձը վարչապետի, մինիստրի, հարցան պետի չի վճարում վարչապետը, վճարում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվապահությունը, պրոտոկոլը։ Վարչապետը իր գրպանից չի վճարում հեռախոս, այդ ամեն ինչը պետական է։ Ինքը իր անունով բանը պետական գաղտնի կրող ապարատ է։ Ինքը իրավունք չունի իր անունով ունենա հեռախոս քարտ, հələ մի հատ ինքը դրա համար վճարի, չէ՞ մի հատ պիտի գնա կայնի հերթ վճարի։ Այդ ամենը վճարվում է պետության հաշվին։ Անկատուն է, դա նորմալ է, այդ նույնը Միացյալ Նահանգներում է, նույնը Ռուսաստանում է, ցանկացած երկրում պետական այդ հեռախոսը համարը ինքը պաշտպանված գիծ է։ Հասկանալի է, բայց մարդն ասում է անջատված է, չեն վճարել հեռախոսը։ Այդ մարդը շատ անգարացի։ Այսինքն նորից եմ կրկնում, այդ մարդը ասում է, որ կոպեկ պատասխան են տալու։ Այդ մարդն ասում է, կորոնավիրուսը ուսումն է, ինձ հետո կբռնենք, արագի մեջ կթաթխենք, ես կանենք, են կանենք։ Պարոն Ղուկասյան, բայց տեսեք, այս մարդը 6.5 տարի արդեն աշխատում է եւ փաստորեն այն ինչ որ ասում էր, որ բոլորը թալանել են, կերել են, խլել են, տարել են, բայց այդ մարդիկ արդար են փաստորեն, ոչ մի բան չեն գտնում այդ մարդկանց։ Այո։ Բայց այսինքն այն մարդու բառին դու ոչ եք համ Սերժ Սարգսյանն աշխարհի ամենամաքուր մարդն է։ Ոչ մի մարդ Սերժ Սարգսյանի նման մաքուր չէ, մարդը ոչ թալանել է, ոչ կերեկել է, ոչ քաղաքական սպանությունների մեջ եղել է, ոչ պաշտոնական դիրքա չարաշահել երբևիցե։ Մենք ազգովի տականք ենք եղել, որ այդ մարդուն չենք ստինել։ Սերժ Սարգսյանին պետք է նկարը վերցնել, տանել Հիսուս Քրիստոսի նկարը անել, Սերժի նկարը թողել այնտեղ։ Ով դրան դեմը անբարոյականի զավակ է։ Այդ մարդը սուրբ է։ Հասկացա։ Մենք չենք իմացել, մենք ապերախտ ենք։ Պարոն Ղուկասյան, հնարավոր է, որ արդեն բոլորս ազգովի վերջնական գժվում ենք, ուղղակի դրա մասին մենք տեղյակ չենք։ Սա կոչվում է համատարած փսիխոզ, այսինքն այն մարդիկ, ովքեր հավատում են Նիկոլին եւ պաշտում են Նիկոլին կամ շարունակում են մտածել, չէ, կարող ասենց, եւ այդ մարդիկ հիրավի լուրջ խնդիր ունեն հոգեկան առողջության հետ։ Եվ եթե այսօր, տեսեք սովետական միության ժամանակ կար ռադիո Սվաբոդա կամ Ամերիկայի ձայն։ Եվ դուք իմ հասակակիցն եք, մեկ քիչ ավել կամ մի քիչ նպակած կհիշեք մեր ծնողները կամ մենք երբեմն ոնց էինք պարավոյից պրովոդը կապած, հնարներ օգտագործելով լսում էին Ազատություն ռադիոկայանը կամ խոսում է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից։ Եվ հավատում էինք իրականությանը։ Այո, ամեն մոտ առավոտյան ժամը 10-ն է արևոտ եղանակ։ Հիշում եք։ Խոսում է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից, այսպես էլ սկսվում էր, այո։ Այդպես է սկսում էր։ Հիմա այդ դա փոխարինվել է դոգի ձայնով, հա, դոգով։ Եվ այս հասարակությունը, որ ինչ-որ մի օբյեկտիվ տեղեկատվություն ստանում է,
դա ստանում է այս մարդուց, ասիկան դոգի ձայնով, այդպես կարելի ասել, որովհետև Շատ լավ եք մնացած բոլոր լրատվամիջոցները, որոնք որ կան Հայաստանում եւ գործում են Հայաստանում, նրանք բոլորը փոխկապակցված են նախկին ներկա իշխանավորների մեջ եւ տալիս են այն տեղեկատվությունը, որը իրենք ուզում են տան։ Իրենք երբևիցե չեն անդրադարձել Արցախի թալանին, երբևիցե չեն անդրադառնում, այսինքն այս սրանց թալանի մասշտաբներին, հա, տեսեք, եթե լինեին օբյեկտիվ լրատվամիջոցներ, նորից եմ կրկնում, մենք հանեցինք դրեցինք, չէ, CC-ի հողատարածքները Արմավիրի մարզում։ Մի հատ լրատվամիջոց չգնաց դրոնը չհանեց վերևից, չնկարի չասեց, Վարդան Ղուկասյանը ճիշտ է ասում կամ ստում է։ Բայց փոխարենը բազմաթիվ լրատվականներ ձեզ են վարկաբեկում եւ ձեր մասին են խոսում Իհարկե։ Բայց այդ բարագայում ո՞նց հասկանանք, նստած Նիկոլ Փաշինյանին այսպես վարկաբեկում են եւ այդ ընթացքում նաեւ առնչվում են ձեր անձի հետ կապված, այսինքն ձեզ համատեղ ինչ որ երևի խոսք նրանք Նիկոլ Փաշինյանի վարկաբեկման իմիտացիա են ստեղծում։ Այդ նույն վարկաբեկող լրատվամիջոցների խմբագրերը գնում են այդ նույն իրաց կողմից վարկաբեկվող իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցում են բանկետների, կերուխումերի, նվերներ են տալի, նվերներ են ստանում տարեվերջան եւ վառոմենակ Սուրեն Պապիկյանի հետ կապված կամ նույն Դանես կապված է CC, ասիկա եթե դու այն լրատվամիջոցներ, որ օշոտում ես դրանց, դու ես գնում դրանց հետ կերուխումանում, նվեր տալի, նվեր ստանում։ Ես ես բան չգիտեմ։ Պարոն Ղուկասյան, երբևիցե ձեզ համար վերլուծել եք այս իրականությունը ինչու էսպես մասնաբաժինների բաժանվեց, ասենք, եթե դուք այսօր խոսում եք այսպես, եթե մենք փնովում ենք Նիկոլ Փաշինյանին, ուրեմն մենք նախկին իշխանությունների կողմնակիցն ենք, եթե փնովում ենք նախկին իշխանություններին, ուրեմն ներկա իշխանությունների կողմնակ։ Ինչու էսպես ստեղծեց համակարգը։ Ինչու մենք չենք կարող ազատ արտահայտվել բոլորի դեմ, բոլորի սխալների դեմ։ Ինչու ինչ որ մեկի կողմնակից պետք է լինենք։ Դուք վերլուծել եք։ Հիմա ես որևիցե մեկի կողմնակիցը չեմ։ Դուք ալտերնատիվ եք, դուք ձեզ միշտ այսպես նկարագրում եք եւ ես բոլորին դնում եմ ցինկվի դագաղը եւ դրանով թեման փակում եմ։ Իսկ ինչ վերաբերում է հասարակության մի շերտի, որոնք որ այս կողմին պահում են, կողմեն դիտվում են, կողմից պահում են, այն կողմեն դիտվում, դա իրենց ընտրած ճանապարհն է։ Բնականաբար, եթե որևիցե մեկը պաշտպանում է Սերժ Սարգսյանին, բայց կարկոծում է Նիկոլին, նա եւս առաջացնում է հասարակության զզանքը եւ ատելությունը, որովհետեւ մենք կենթանի ենք, ես, դուք, մենք ապրել ենք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, մենք ապրել ենք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, հենց Երևանում ոչ թե Սփյուռքում, մենք ապրել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի, մենք այդ ամենը տեսել ենք եւ երբ որևիցե մեկը փորձում է ինչ-որ sense փոշի փչելով, տոս փչելով, ինչ-որ իմիտացիա ստեղծել, որ գիտեք ինչ, այն ժամանակ լավ էր ընկանում, որ Արցախը մերն էր, բայց այդ ժամանակ արդեն պատրաստվում էր Արցախը հանձնելու գործընթացը, հասկանում եք։ Եվ այն ժամանակ այն ինչ որ կար, որ բանակը կարող էր ունենալ 10 տանկ, բայց մենք ունենում ենք մի տանկ, այն էլ մեջի դիզվարելիքի տեղը ջուր, որովհետև այդ 9 տանկի փողը գնում էր Եվրոպաներն, Ամերիկաներ, բիզնեսներ դնելու։ Այսինքն հələ մենք մեր մասկիվեր չէինք զգում, ինչ օրինակ գալու մեր գլխին։ Ոնց որ հիմա չենք զգում, ինչա բերելու սա մեր գլխին, եթե սա շարունակես մնալ։ Պարոն Ղուկասյան, կայսրությունները մեզ սերմանել են, որ չունենանք պետություն, խաղաղություն եւ բարեկեցություն։ Մեր ժամանակի բոլոր արժանինքները դրանք ուղղակի այսպես փուչիկներ են, որոնք ժողովրդին սերմանել են։ Հասնենք Սասուն, մտնենք Վահան, այդ ազգասիրական ոճերը, այդ տրամաբանությունը, գենոցիդը եւ այլ։ Այսինքն դա կայսրություններն են մեզ սերմանել։ Մենք ազգովի ոչինչ չենք ընկալել։ Նիկոլ Փաշինյանը այդպես մի գրառում էր արել, կայսրությունները մեզ սերմանել են, որ չունենանք պետություն, խաղաղություն եւ բարեկեցություն։ Այսինքն մեզ անընդհատ ուղղորդել են կայսրությունները դեպի չարիք։ Այդ կայսրությունները հենց Հայաստանին են մենակ ուղղորդել։ Ուրիշ պետություն չկա։ Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղազախստան, Qırğızstan եւ այլն չկա։ Գույություն չունի Բելարուս, այդ մենակ մենք ենք։ Դե լավ, այստեղից հարց է ծագում, իսկ ո՞րն է նպատակը Նիկոլ Փաշինյանի այսպես ապակողնորոշել ժողովրդին ամեն անգամ եւ ինչ որ այսպես մոռացության տալ եւ հերոսներին եւ իրականությունը։ Այո, այս մարդը ունի մի նպատակ՝ երկիրը քանդել ներսից։
քանդել, ոչնչացնել, պետականություն, պետականամետություն, Դա նպատակ է թե առաջադրանք։ Առաջադրանք նպատակ, երկուսը միասին, որովհետև դու ինչքան էլ քեզ մի բան առաջադրել, ասենք գնա արա, քո մեջ պիտի ցանկացած հրաման կատարողի մեջ կա բանականության նորմի որոշակի քանակություն։ Մարդը կարա գնա պրոստը գողություն անի, ավել չի կարանի։ Այն մեկը կարա գնա ռազմոյանի, ավել չի կարանի։ Այն մեկը կարա գնա անի ռազմոյ Տանանթաներն էլ սպանի, թողի դուրս գա։ Այն մյուսը կարա գնա մինչև սպանելը, ռազմոյնանի, բռնաբարի, կտրտի, էփի, թափի նորտո, այսինքն ամեն մեկը ունի իր չափ այդ կարմիր գիծ կոչվածը։ Այս մարդը ոչ մի բարոյական նորմ չունի։ Չկա դες բաց սրան մոտ։ Սրանց մոտ ինչ է ազգային է, ինչ է հայկական է, ինչ է վերաբերվում է բանակին, ազգային հերոսների պետությանը, հարամ պետք է պղծել։ Ինքը մի ամիս առաջ ասում է մի բան, մի ամիս հետո ասում է մի բան։ Բերում դնում ես դերն ասում ես վիժվասկ, ես դու չես ասում ես դες բան չեմ ասել։ Մարդը գնաց Ստեփանակերտի մեջ դեռ ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, հենց ուկրաինան ասեց Արցախը Ադրբեջանը, դու ինչ եք ուզում խաղի տերիտորիայից։ Այն վիժվասկ, դու ես գնաց այն դեմը տեղ խոսացել։ Պարոն Ղուկասյան, մանկական տեխնոլոգիական մոտեցում է առհասարակ, երբ որ տամեջ երկու երեխա են մեծանում ընդհանրապես։ Երբ որ մեկին ասում ես ինչու թուղթը գցեցիր, ասում է ես չարեցի, ինքը արեց։ Նա նրան վրա է գցում, նա նրա վրա գցում։ Այս տեխնոլոգիան բերել են իրականություն, հիմա մեծիկների խաղատեղի ունենում, բարձր հասկանալի է։ Բայց ընդհանուր առմամբ, նրանք ովքեր չեն պայքարում չարիքի դեմ, նրանք ամեն վարքյան չարիք են ծնում։ Ինչու չի հասկանում այս ամենը ժողովուրդը։ Գիտեք ինչ, երբ որ իշխանության եկավ Հիտլերը, շատ քիչ մարդիկ էին հասկանում ինչա բերելով Հիտլերը Գերմանիայի գլխին։ Եվ այն մարդիկ, որոնք որ խոսում էին, բարձրաձայնում էին, ասում էին, եւ այլն, ինչ եղան, ես կյանք ավարտեցին համակենտրոնացման ճամբարում կամ գեստապոյի պատվանում կամ փախան։ Հիմա մենք ունենք նմանատիպ իրավիճակ Հայաստանի Հանրապետությունում եւ այն մարդիկ, ովքեր չեն հասկանում դեռ, այսինքն այդ մարդիկ իրոք խնդիր ունեն ուղեղի հետ։ Այդ մարդիկ տեսան, որ մենք տվեցինք Արցախը, մենք տվեցինք մեր երկրի մի մասը։ Հիմա Ադրբեջանը պահանջում է Սյունիք, հետո պահանջելու է Երևան։ Հիմիկվանից ասում է քերը հետ խրգեք եւ այլն, բայց այս կողմից ձայն չկա։ Այս մարդը շարունակում է ձվածեղանել, շարունակում է QR տոմս առնել, իա, չգիտես, ասում է Տոլի ժնա, տոլի դոչ, վեկալն դնմա, հետը ինչ պոդկաստ են ասում, ինչ գրող ու սև ցավ են ասում։ Մարդու կնիկ սկսում են խոսալ չգիտեմ ինչի մասին։ Այն դեպքում, երբ որ կակրաս են դերեք մեր եթերի ժամանակ, մեկը զանգար, ասում է մի ամբողջ քաղաք ռենտգեն ապարատ չունի, դիալիզի ապարատ չկա, այսինքն հիմա որ Ամերիկացը, որևիցե մի ամերիկացոս հիվանդանոցը ռենտգեն ապարատ չունի, քիչ չի հասկանա։ Ուղղակի ողիգմես չի տարավ, չի մտնի, ոնց կարող է հիվանդանոցը ռենտգեն ապարատ չունենա։ Բայց մենք այսօր ունենք բազմաթիվ բժշկական կենտրոններ, որոնք ոչ թե մենակ ռենտգեն ապարատ, ոչ թե մենակ դիալիզի ապարատ, առհասարակ բուժ հիմնարկ չեն կարող կոչվել, որտեղ չկա ոչ լաբորատորիա, ոչ պայմաններ եւ այլն։ Եվ այս մարդը, որը որ պիտի ժամանակ չունենար անգամ քնելու, ինքը այնքան պարապավ, որ ինչ-որ մի հատ, չգիտեմ, կինն ով է դնում է, հետո սկսում է հաղորդումներ վարել, ձվածեղ անել, ես ինչի՞ց խոսել։ Հիմա արդեն ֆրանսիա կապելանալ, որ կանանց պետք է ուղարկել բանակ։ Այն դեպքում, երբ որ բուխենքը ազատված փողով Երևանում ֆրֆռում են, մենակ ես, այսինքն ուզում եմ ձեզ ցույց տամ 227 հոգու անուն ազգանուն եմ տվել ռազմական ոստիկանությանը։ Այսինքն եթե անգամ ընդունենք, որ սրա 50%-ն է ճիշտ, հա, 115 հոգու այն ազգանուն մենակ այս մի մարդն է տվել, որոնք որ ազատված են, այսինքն դա մոտավորապես մի հատ մարտական պայմանների վաշտ է, այդ 115 հոգին, համալրված 100%-ով։ Մենակ ես կան այս մի հոգին ատվել։ Բայց
Ձեր եթերներից հետո նա ինչ-որ հանձն առավ, որ ասի ձեր տղաներին փափուկ եք մեծացնում, չի կարելի տենց բալիկի կերպար մեծացնել, ձեր խոսքերն էր կրկին։ Փոխանակ ինքը, ոչ թե բալիկ խաղացնի, փոխանակ կան չի զինվորական դատախազին, ռազմական ոստիկանության բնապետին, վայեկոմի եւ հանձնարարի կոնկրետ սկսել, այսպես ասած, ստուգում բոլորին ազատվածներով, բաներով, որովհետեւ այսօր ազատվածների եւ բանակգնացողների թիվը հավասարվել է։ Ինչքան ազատվում են, այնքան կերում է, դուք թիմը պատկերացնում եք, ինչ է նշանակում։ 10 զինակոչիկից 5 ազատվում է։ Բայց չէ՞ որ դա անդրադառնում է այն մարտական ծառայություն տանողների վրա։ Կանայք պիտի գնան։ Փաստորեն բանակ պետք չի, էլի, հետ են անում այս մարդիկ։ Մեզ բանակ պետք չի, մեծ ազգային հերոս պետք չի, մեծ պետականություն պետք չի, Մասիսը մերը չի, չգիտեմ, Արաքսը մերը չի։ Այսինքն այս մոտեցումն այս մարդու եւ պարլամենտական ընդդիմություններ ցեմ են բիտոնով այս մարդու աթոռը պահմա։ Պարոն Կասյան, մենք մենք ընդմիջ ենք վերադառնանք այդ հարկային քաղաքականությանը։ Տեսնենք թե վերջը ինչ է այս ամեն ինչը լինելու եւ ձեր կոչերը լսենք։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ես առաջարկում եմ ձեզ եւս մեկ անգամ օգտվել Երևան Shipping ընկերության ծառայություններից, իդեպ նրա հեքիաթային արժեքները վաղուց արդեն հայտնի են բոլորիդ եւ պարբերաբար ցանրոցներ կարող եք ուղարկել Հայաստան ընդամենը 2.99 արժեքով pound-ը եւ դրամական փոխանցումներ ընդամենը 1%-ով։ Երևան Shipping Group, գովազդներ եթե։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, պիգմենտների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոր սրահ Նոր շունչ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել Մենք վերադարձանք իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, կրկին անգամ տեղեկացնում եմ, որ 2025 թվականի առաջին իսկ եթերը մենք ինտերակտիվ կապով կապ ենք հաստատել դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ եւ խոսում ենք կարևորի մասին։ Պարոն Ղուկասյան, մենք ամեն ինչի մասին կարող ենք անընդմեջ խոսել, թեև դուք անընդմեջ եք խոսում այս կարևորների մասին ձեր եթերներում, բայց միևնույն է, ինձ համար կրկին անգամ անհասկանալի այս հայտարարագրերի իրականացվող պահերի մասին, ինչպես կարող է հայտարարագրվածը կոռուպցիայի կանխարգելման միջոց լինել, երբ կոռուպցիան հենց իրենց քթի տակ, Նիկոլ Փաշինյանը ժամանակի պարլամենտում ասում էր, կոռուպցիան էլ պոզով փոչով է լինում, կոռուպցիայի անունը այդ ամեն ինչի, ինչը որ նկարագրում էր նախկիններին։ Հիմա իր շուրջ այդքան կոռուպցիա կա, որը որ իրականություն է, չես կարող փախնել, ով ինձ փորձի համոզել, որ նման բան չկա, դա այդպես չէ, որովհետև ես տեսնում եմ, կներեք ժողովրդի լեզվով եմ ասելու, այսօր իրականությանը երբ նայում ես Facebook-յան էջերը թերթում ես, տեսնում ես կայֆեր,
կներեք այս բառի համար, կայծեր, տրամադրություններ, ցկցկոց, ուրախություն եւ մենակ իրանք, բա ոնց հասկանանք։ Ուրեմն ես ուզում եմ օգտվեմ ձեր եթերից նաև եւ դիմեմ հասարակությանը ոչ մի դեկլարացիա չլրացնել։ Հայաստանի Հանրապետության ոչ մի հասարակ քաղաքացի չպիտի լրացնի ոչ մի դեկլարացիա։ Կոշկակարը, սապոժնիկը, մանիկյուրշիցան, ուսուցչուհին, բուժքույրը, բժիշկը դեկլարացիա լրացնելու իրավունք չունեն։ Որ սիրելի քաղաքացիներ, մի արեք։ Ձեզ ոչ մի բան չեն կարող անել, իզուտեղը ձեր գլուխը մի դրեք գլխացավանքի տակ, դուրս եկեք պայքարի, դուրս եկեք պետ եղած դեպքում նաև փողոց, որովհետև կամաց ամեն ինչ տանում է դեպի դրան, եւ ես որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ Իմիգվանից եւս մեկ անգամ հայտարարում եմ, ինչպես վահարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը, հենց առաջին օրը եկավ նստավ ու Բայդենի բոլոր որոշումները գրեթե չեղարկեց, նույն ձևել անելու եմ ես, նույն ձեռագրով, նույն ձևով, ուղղակի այնպես ստացվեց, որ պարոն Թրամփի ընտրությունն ավելի առաջ ընկավ մեզանից եւ դուրս է գալի, որ ես պաստորեն կրկնօրինակելու եմ պարոն Թրամփին, բայց իրականում իմ հեղինակային իրավունքներն են, որ պետք է գալ նստել հենց առաջին օրը, ապքեկը դեմը շարած, բոլորը չեղարկել, ինչ որոշում սրանք ընդունել են, ինչ օրենք, ինչ նախագիծ, կապ չունի, լավն է, վատն է, չնայած լավը երբեք չեն ընդունել, բոլորը չեղարկել, մի մարդու նման, ես դա խոստանում եմ, այդ տրանսպորտի թանկացումով, բանով, ամեն ինչով, այնպես որ խորհուրդում եմ քաղաքացիներին ոչ մի կայք չմտնել, ոչ մի դեկլարացիա չլրացնել։ Հասկացանք։ Ձեր հորդորը կարծում եմ ուղղվեց ժողովրդին, բայց ես առանձնահատուկ նաև մի հարց կա, որը շատ կարևոր հարց է պետք է տամ, պարոն Ղուկասյան։ Դուք բարբերաբար ժողովրդին եք ուղղում այսպիսի խոսքեր եւ կարևոր այս հիմքերը ներառում եք ձեր մեկնաբանություններում, որոնք արդիական են, բայց ինձ համար շատ կարևոր է հասկանալ եւ շատ բազմաթիվ նամակներ եմ ստանում։ Պարոն Ղուկասյան, ինչով եք համոզված, որ դուք իշխանություն եք վերցնելու։ Շատ հարց է։ Դուք համոզիչ եք շատ խոսում, որ ես գալու եմ, ես նստելու եմ, ես գալու եմ, ես նստելու եմ։ Երբ որ սրանք ամեն ինչը կեղծում են, այդ դեպքում ոնց եք իշխանություն վերցնելու։ Ես հարցին կպատասխանեմ, ուրեմն հաշվի առնելով սոցիալական հարցումները եւ մեր կողմից եւ տարբեր հասարակական, սոցիալական այդ կազմակերպությունների, որոնք որ անում են, հաշվի առնելով ժողովրդի տրամադրվածությունը, ժողովրդի զայրույթը եւ այլն, հաշվի առնելով այն, որ մենք այս պայմանությամբ արդեն ունենք 4000-ից ավել վստահված անձ, որոնք որ ամեն օր իրենց անձնագրերն ուղարկում են, ասում են մենք կկանգնենք ընտրատեղամասում եւ դեր կկանգնենք յուրաքանչյուր քմեն։ Ես համոզված եմ այս ամեն ինչի վրա, որ մենք իշխանություն վերցնելու ենք։ Եթե ամենավատագույն դեպքում դու կուսակցությունը չի վերցնելու միանձնյա, ապա կվերցնի դաշինքային սկզբունքով պարլամենտական շեմը հաղթահարած ընդդիմադիր որևիցե մի ուժի հետ։ Ես դա համոզված եմ։ Ես ավելի քան նաև համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի կարող այս պայմանությամբ ունենալ 12%-ից ավել ձայն։ Դուս եկեք փողոց, Հայաստանում մարդիկ ունեք, վեկալեք 1000 հոգու մեջ կամ 100 հոգու կամ 10 հոգու մեջ հարց տվեք, ում եք ընտրելու։ Տեսեք այդ 10 հոգուց քանիս կասեն Նիկոլ Փաշինյան։ Սերժ Սարգսյանը 2018 թվականին այսքան ցածր վարկանիշ չուներ, ինչ որ հիմա ունի Նիկոլ Փաշինյանը։ Ես վստահեցնում եմ։ Եվ եթե այս process-ը շարունակվի մինչև 2026 թիվը տաստված, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը անգամ 5% չի կարող հավաքի այս թանկացումները, այս բանը, այս ասես ասած դեկլարացիաները, այս աղբահանության վարձը, գույքա վարձը, այս ամեն ինչ որ կթանկացնել, այս բիզնեսի 5%-ը շինած 35%, այսինքն այս ամենը ունենալու է իր պայթունը 26 թվին։ Հիշում եք հայտնի հումորային խոսքը, որ ասում է պասերով, եղբայր, պասերով։ Իսկ ինչով եք համոզված, որ այս ամենը չի արվում, որ հետո պասերով փոխանցեն իրար։ Ում փոխանցեն։ Իրար։ Մյուս ուժը որինյալ, չէ, ում։ Նախկիններին, իր այդքան ասած նախկիններին։ Նախկին իշխանությունները չունեն այդ ռեյտինգը, որ կարողանան իրենք լինեն։ Նախկին իշխանությունները մենք ուղղակի պիտի անենք պարզ մաթեմատիկական հաշվարկ, որ ինչ որ մեկը չասի, գիտես ինչ,
Օին է անում 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ պատիվ ունեմ դաշինքը ինքը տարավ 7%, եթե չեմ Իսկ սխալվում։ միգուցե այդպես էր պետք նկարել։ Ոչ, մի րոպե, նկարելու բան չկա այստեղ։ 7%, որտեղ մտնում են Վանեցյան Արթուրը եւ Սերժ Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանը 20 քանի տոկոս։ Հիմա այս ամբողջ տարիների ընթացքում մենք տեսանք, որ այդ պարլամենտը, ումը որ ժողովուրդը ընտրել են, պարլամենտը տվեց Արցախը, պարլամենտը տվեց 5000 զոհ, քանի որ մենք պարլամենտական երկիր ենք, մենք չենք ասենք նախագահան տվեց, ոչ, պարլամենտը տվեց 5000 զոհ, տվեց 10000 հաշվանդամ եւ Արցախի կատարյալ կորուստ։ Գումարած դրան 150000 փախստական։ Հիմա այս նույն պարլամենտը նորից ուզում է վերարտադրվի։ Մարդ պիտի կատարյալ ոչխարի ծնունդ լինի, որ գնա այս նույն պարլամենտի նորից ընտրի, կամ այն պարլամենտի մեջ նստած պատգամավորներին։ Օրինակ պարլամենտում կա Տարոն Մարգարյան, հեսա 5 տարի կտամի չէ, բայց այդ մարդը մեկ վայրկյանով չի մոտեցել միկրոֆոնին, չի գոնե մոտենալ ասել աղկու, բառ ասելու գնար, գոնե ասեք այդ մարդը մոտեցել ատե։ Եվ Տարոն Մարգարյանի նման մի շարք պատգամավորներ, որոնք անգամ քեղ կամ աղկու բառը այդ միկրոֆոնի չեն ասես, չգիտեն, այդպես որ նայում ես ձևանայվում։ Հիմա մարդ ինչ կարգի ուղերից հիվանդ պիտի լինի, որ գնա նորից այդ մարդկանց ընտրի։ Կամ ընտրի Հայկ Մարության, կամ ընտրի Արման Թաթոյան, այսինքն այն մարդիկ, որոնք պատտվում են Սերժ Սարգսյանի շուրջ։ Եթե պիտի ընտրեն դրա, ծերի ժողովուրդ, գնացեք ընտրեք Սերժ Սարգսյանին, ոչ գոնե գիտեք ելի Սերժն է, այլ ոչ թե, չգիտեմ, Կլոուն, Արման Թաթոյան, Տարոն Մարգարյան եւ այլն։ Գոնե ընտրելուց այդ որտեղ ավելի լավ գոնե մենք իմանալուց ենք բան պահանջում։ Ես հասկանում եմ, ձեր միտքը լրիվ հասկացա, կարծում եմ հասանել է նաև հանրությանը։ Դե դեպքում եկեք այսպեսի մի բան հարցնեմ ձեզ։ Դուք կուսակցությունն էլ դեռևս հայտնի է միայն Վարդան Ղուկասյանով, ովքեր են ձեր կուսակցության անդամները։ Նրանց էլ մարդիկ չեն ճանաչում։ Ինչու պետք է գնան նրանց ընտրեն։ Փաստորեն, եթե մի անձնյա կուսակցության գաղափարախոսություն ենք այստեղ դարձնում, որ լիդերը հայտնի է որպես ալտերնատիվ ուժ, վստահում ենք միայն լիդերին, բա մնացածը միգուցե նրանք էլ ժողովրդի սրտով չեն։ Մի րոպե, դուք դեմոկրատիա սիրող մարդ եք, չէ՞։ Ես շատ սիրող մարդ եմ դեմոկրատիա։ Ահա, դուք ապրում եք Միացյալ Նահանգներում, լավ երկիր է, չէ՞։ Իհարկե։ Ահա, դուք Դոնալդ Տրամփի պաշտպանության նախարարին գիտեք։ Ընտրությունների ժամանակահատվածում Միշև ընտրություններ գիտեք ով էր։ Ոչ։ Դուք Դոնալդ Տրամփի FBI տնօրենի գիտեք միշև ընտրություններ ով է։ Թեթևակի ես գիտեի, պարոն Ղուկասյան։ Բայց այդ մարդն է։ Այո։ Ահա, այսինքն մենք ինչ ենք տենում, մենք սիրում ենք չէ՞ միշտ համեմատվել հզոր երկրների հետ եւ ամփորձի հետ։ Մենք միշտ ընտրություններ սկսվելը, միշտ սկսվեց նախագահական քարոզարշավը, անգամ նախագահական քարոզարշավի ժամանակ ոչ մեկ չգիտեր ով է ելնելու փոխնախագահան, ով է, միայն նախագահական քարոզարշավը, երբ որ արդեն հաստատվեց եւ մտավ ստարտի մեջ, Նախագահն ասեց, սա իմ փոխնախագահն է, սա իմ առողջապահության նախարարն է, սա այն։ Նույնն անում Վարդան Ղուկասյանը։ Քանի չի սկսվել քարոզարշավը, բնականաբար ես չեմ կարող ասեմ, սա իմ փոխնախարարն է, սա այն, որտեղ կարող է միջև ես փոխում եմ այս մարդուն։ Հասկանալի է, պարոն Ղուկասյան։ Ես համանում եմ, որ այդ մարդը չէ, ինչի ես փոխում եմ, և վերջո, ժողովուրդը, որ գնաց, Միացյալ Նահանգների ժողովուրդը, որ գնաց ընտրեց Դոնալդ Թրամփին, ինքը խոմ չգնաց ընտրեց իր առողջապահության նախարարի նրան, նա ընտրեց պարոն Թրամփին, ոչ ես մարդն ասեց, գալիս եմ, գիրիշը վերցնեմ ձերս ու սկսեց։ Նույն մեթոդն է, անում եմ ես, ասում եմ գալիս եմ գիրիշը վերցնեմ իմ ձերը և սկսեմ։ Այսինքն օրենքի անարխիա։ Ես չեմ ասում հատիկ պատասխան են տալու։ Ոչ, ես ասում եմ մտա կաբինետ նստա աթոռին, առաջի հրամանով մտնում է արտակարգ դրություն Հայաստանի Հանրապետությունում, երկրորդ հրամանը ստորագրվում է ու սկսում է կոտորածնան գու թոլան մեր հայեր։ Այդ իրավիճակը։ Հասկացա, պարոն Ղուկասյան։ Որտեղ մենք չունենք ժամանակ այլևս, ասենք 3 ամսից, մինչև դատավորներին փոխենք, օրենքը փոխենք, չկա այդպես բան։
Մեր process-ը ու Հայաստանի Հանրապետությունը հաջորդ ընտրություններին 2031 թվականի միջև գնալը ինքը արդեն պիտի դառնա նախագահական երկիր։ Լրիվ 4 նախագահական երկիր, ոչ պարլամենտական, ոչ կիսանախագահական, ոչ նախագահական։ Մենք տեսանք պարլամենտականը մեր մոտ չի աշխատում, կիսանախագահականը հետնարիցեցին, նախագահական երկիր պիտի լինի։ Եվ նախագահ կարող է դառնալ այն անձը, ով ծառայել է բանակում պարտադիր եւ ունի բարձրագույն կրթություն, պարտադիր ու կարողանա կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել գոնե 20,000 ստորագրություն, որ այն 20,000-ը մոտ ճանաչում են, որ մեր հարևան ջանու չլիասի։ Ես ուզում եմ դառնամ նախագահ ու մենք տնանք մի 1000 նախագահի ցուցակ, ոնց որ այսօր կա Լեննագանի քաղաքապետարանում։ Մի հատ էսքան փոքր քաղաք կա Լեննագան, 14 կուսակցություն ասում եմ դառնամ քաղաքապետ։ Մենք դրա մասին կխոսենք, ես մի հարց եմ ուզում ուղղեմ այսօրվա իրականությանը նորից իրականության հետ կապված։ Wi-Fi, լիցքավորման մարտկոց, հարմար աթոռներ եւ չի կարող լինել ընդամենը 100 դրամ եւ քանի դար պետք է դեռ 100 դրամ լինի, այսպեսի սրանք փտած գազելներ չեն, որի գազի վրա մարդիկ տրակում էին։ Ալեն Սիմոնյանն է ասում, տրանսպորտի թանկացման հետ արդարացվում է, որ մենք բերել ենք ձեզ կոմֆորտ ավտոբուսներ, որտեղ կա Wi-Fi, մարտկոցների լիցքավորումներ եւ այլ ամեն ինչ կա։ Դուք էլ 100 դրամից եք ժողովուրդ ջան խոսում, ամոթել է էլի։ Այս ինչ կասեմ։ Ուրեմն ես ձեզ պատասխանեմ հետևյալ կերպ։ Եթե Հայաստանի Հանրապետության ղեկավար բերենք նշանակենք Հիսուս Քրիստոսին։ Եվ Հիսուս Քրիստոսը հաջորդ օրենսի տրանսպորտը թանկանալու է, ժողովուրդը սկսելու է չսիրել Հիսուս Քրիստոսին։ Հայաստանի Հանրապետությունը պիտի ամեն ինչ անի կառավարությունը, սուբսիդավորման եղանակով ոնց ուզում արել, որ տրանսպորտի գինը մնա նույնն է։ Այդ տրանսպորտը աշխատում է գազով կամ սալարկով։ Երևանի քաղաքապետարանը եթե չի գրփում, չի թալանում, կա տոտալ վերահսկողություն, բնականաբար այո կարող է մնալ 100 դրամ։ Եթե աղմուկը չբարձրանար CC բիզնես կլասով Լոս Անջելոս թռնելու մեր ակինքը ծախսել էր տոմսը $20,000։ Այդ դեպքում ուզում ես տրանսպորտը դիր 1000 դրամ, սրանցախորժակը չի փակելու։ Ավտոբուսը դիր 1000 դրամ, այն կողտարի նորից կբարձրացնեն, հասկացեք։ Գնաց Լոս Անջելես, մեկը հարցնում է դրա օգտակար գործակիցը որն է, գնացի Լոս Անջելես, հələ գնալ Թիֆլիս հասկացանք, գնալ չգիտեմ Բաքու հասկանանք, ասենք մեր կողմի թշնամի երկիրն է, ուզում ենք բարեկամական հարաբերություն դասենք, գնացի Լոս Անջելես, որի չենելեկանը տեղել, բան արեց, թաքմեջ արեց, բաժանորդեց եկավ այդ, այսինքն քո այցի նպատակը որն է, 10 հոգանոց դելեգացիա գնացի հասկացեք։ Այսինքն երբ որ մենք կարգավորում ենք ծախսերը, եւ դու չես տալիս որ Երևանի քաղաքապետարանը $1.5 միլիոն մենակ սալուտ խփի օդ, այն դեպքում որ սկի Վեգասում այս տարի տեն սալուտ չէր, ինչ որ Երևանում, համեմատելով, դուք ում հետ եք ոտ մեկնում։ Այս մարդկանց Դուբայի տարեկան բյուջեն բերես տնես, սա չի հելիքելու եղբայր։ Պարոն Ղուկասյան, ձեր խոսքը տրանսպորտի թանկացումների վերաբերյալ, թեպետ դուք անմեջ ասում եք, ինչ անի Իմ խոսքը մնում է նույնն է, այո, տրանսպորտը պիտի մնա 100 դրամ, եւ այն պետքա սուբսիդավորվի պետության կողմից։ Պետությունը քիչ է թույլ տալիս իրան ցոփուշվայտ ծախսեր, տարին մեկ չի փոխում իր պատավատները, իր չգիտես տոլիկ կնիկ նայմատես, եկավ 2025 թիվը։ Կնիկը պիտի տանի Lexus-ը փոխի։ Արդեն ուրիշ 25 թվի Lexus։ Էդից արդեն ոչ մի բան չի ելիք այդ տղա։ Տրանսպորտը պիտի մնա նույնը 100 դրամ եւ ես կոչ եմ անում քաղաքացիների դնել 100 դրամ եւ իջնել այսօր ինչ էին արել այն թագուհին որ չես հասկանում ինչ սերա կնիգա ինչա եւ այլն դեկալ ասма ով 100 դրամ վճարի իջնի 50,000 դրամ դու գանվելու են դուք լսեք ինքան դիմադիր է
Ինքն դիմադի լրագրող է, բայց քանի որ աբազի տեղական անդոն զանգյասին ասես մուտի տարակցի, որ ժողովուրդը վախենան, ինքը մեկալը հոդվածը ծնվում, որ 50,000 դրամ տուգանվելու է։ Ինչի է, ուր է տենց ուրե, այդ չվեճարես ուրիշ հարկ, բայց մարդը 100 դրամը դնեմ իշնում է։ Այսինքն, այդ նույնը դիմադի դիրքերից հանդես եկող թագուհին, վախ է մտցնում ժողովրդի մեջ, որ դες 50,000 դրամ տուգանելու է, ես իմ եթերով, իմ բառապաշարով կպատասխանեմ թագուհու, բայց դուք իմացեք, որ նման վիժվածքներ կան, որոնք որ հանդես են գալիս ընդդիմադիր իբր թե դիրքերից։ Դա ամենացավալի պահն է, երբ որ ընդդիմադիր դիրքերից հանդես են գալիս, բայց Ժողովուրդը պիտի վճարի 100 դրամ եւ վերջ։ եւ վերջ, հասկանալի է, պարոն Ղուկասյան։ Օրհներքի հետ կապված եք։ Մեր օրհներքն են փոխում, պարոն Ղուկասյան։ Ես չգիտեմ միայն ինչ օրհներք են փոխում, ինչ օրհներք պիտի։ Այդ տուները մեկը վերև են տանում, մյուսը ներքև են բերում, չխառնում են։ Ես նորից եմ կրկնում, ես արհամարած ունեմ միայն քիչ են անում, ոնց են անում, այն որ ես օրհներքը փոխելու եմ դրա մասին, ոչ մի խոսք, այդ իտալացի աղջկա ինչ կապ ունի Հայաստանի Հանրապետության օրհներք դանդա, այդ դա չէ, Սերժան նմանների տինտիրիը, այսպես ասած, եւ ես կողմեմ սովետական Հայաստանի հիմնի վերարտադրմանը, որովհետեւ իրոք հիմն էր, բառերը փոխված, բայց այդ երաժշտությունը ամբողջովին իա ստանդարտներով համապատասխանում է հիմն կոչվելուն։ Կամ դա կամ Սարդարապետի հերոսներ Զանգեր Ղողանջեք, այդ բոլորը որ եւս ունի հիմնի համու հոտագալի դրա վրից։ Այս երկու երաժշտությունից մեկը անպայման կիրառվելու է որպես հիմն։ Այն որ փոխվելու է հիմնը, այո, փոխվելու է։ Հասկանալի է, մենք գովազդային կարճ դադար վերցնենք, վերադառնանք շարունակենք, լավ, պարոն Ղուկասյան։ Իմ շատ սիրելի հեռուստատողներ, Երևան Shipping ընկերության գործունեության մասին կրկին անգամ տեղեկացնում եմ, ծանրոցներ ուղարկեք դեպի Հայաստան ընդամենը pound-ը 2.99 արժեքով եւ դրամական փոխանցումներ ընդամենը 1%-ով։ Գովազդ մեր եթերում։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Ծանրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, պիգմենտների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոճ սրահ Նոր շունչ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Ծանրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Մենք վերադարձանք, շարունակում ենք մեր եթերը, ես ուզում եմ կրկին անգամ ձեզ տեղեկացնել, որ այսօր իմ տաղավարում ինտերակտիվ կապով իմ հյուրն է դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը եւ մենք խոսում ենք կարևորի մասին։ Պարոն Ղուկասյան, իսկ չեք կարծում, որ բավականին այսպես աշխուժությունը պետք նաեւ սփյուռքահայության մեջ մտցնել։
Դուք ինչու առանձին չեք աշխատում սփյուռքայության հետ կապված, որպեսզի նրանք այսպես ինչ որ աղմուկ բարձրացնեն այստեղ եւ ինչու է լուր սփյուռքայությունը, ինչու են լուր հայերը այստեղ, ինչու ընդհանրապես չի հետաքրքրում, չէ, այդպես կոպիտ ասեցի չի հետաքրքրում, ամբողջական չի հետաքրքրում։ Առաջ տեսեք ինչեր էին անում, երբ որ մի բան էր տեղի ունենում, այսպես համախմբվում էին, միտինգներ էին անում, չգիտեմ, սենատորներ էին հրավիրում զրույցի եւ այլն։ Ինչ է լուր բոլորը այս իրականության հանդեպ։ Ես չեմ կարող հասկանալ։ Որովհետև այս իշխանությունը արեց հնարավորինս եւ անհնարինը սփյուռքն պարակտելու համար, որովհետև մենք գիտենք կա սփյուռքում մեծ նույն ձեր Կալիֆոռնիայում մարդիկ, որոնք որ մցրեցին Նիկոլա Աղտ տեսակի վիրուսը ժողովրդի մեջ եւ այդ Նիկոլա Աղտը բերեց իր բոլոր հետևանքները։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որ պետք է ակտիվացնել սփյուռքը եւ կգա դրա ժամանակը, ինձ թվում է փետրվար մարտ ապրիլ ամիսներից սկսած ես կփորձեմ, ես ունեմ մտահղացում հանդիպել այս սփյուռքահայերի հետ, մի հարցկում մենք 2-3 հանդիպում ունեցանք Միացյալ Նահանգների տարածքում, այսքան ժամանակ երկու հանդիպում եմ ես ունեցել, մեկը բաց, մեկը փակ եւ չի բացառվում, որ մարտ-ապրիլ ամիսներին մենք ունենանք բացի նման կամ էլի փակ, բանը ֆորմատը կորոշի իմ անվտանգության ծառայությունը իրականացնել հանդիպում սփյուռքահայերի հետ եւ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ շատ եւ շատ մեծահարուստ սփյուռքահայեր, որոնք որ ի վիճակի են ինչ-որ մի կերպ օգնելու իրենց երկրին, օգնել են, ես չգիտեմ որքանով, ինչ միլիոնների կամ 100,000-ների կամ 10,000-ների չափով, ու բողոքում էին, որ գիտեք ինչ, մեր օգնությունը կերան, գցեցին, մենք կապնվեցինք, որ մեզ ասել, ուր գնաց այդ օգնությունը, մեզ ասեցին Չամադան, վокзал, նախսույթ։ Դու յակ չգիտեմ նախսույթ ինչա նշանակում, ես ասեցի։ Բայց երբ որ ասում ես հարկելիս օգնի ընդդիմությանը, որ կարողանա որպես անտարային սանիտար մտնի եւ մաքրի դաշտի, ես չգիտես թե չեն ուզում օգնել։ Այսինքն այդ օգնությունն էլ, որ յանք ուզում են, շատ դիտական բան են մանգում։ Ես չգիտեմ ինչ են մտածում այդ մարդիկ, բայց այստեղ ոչ թե յանք պետք է օգնեն իմ կուսակցությանը, պետք է օգնեն ինձ, որովհետեւ որ ինքը արգելում է սփյուռքից աջակցություն, օժանդակություն ինչ-որ մի կուսակցության։ Եվ եթե յանք օգնում են, պիտի օգնեն Վարդան Ղուկասյանին։ Իսկ Վարդան Ղուկասյանին օգնությունը դա արդեն նշանակում է, որ իրենք օգնում են իրենց հայրենիքին։ Դա չկտա ժամանակ։ Հիմա օգնեն, չեն օգնի, մենք մեր ճանապարհով կգնանք, երբ որ վաղը տեղի կունենա այն ինչ որ պիտի տեղի ունենա, իմ դռները կփակվեն բոլոր սփյուռքահայերի առաջ մեծահարուստ։ Այսինքն զայրույթ կապրեք պարոն Ղուկասյանն այդ ամենը։ Այո, իհարկե, եւ այն մարդիկ, ովքեր հայրենիքին կարոտեն եւ այլն, այդ մարդկանց նկատմամբ հայրենիքը ցույց է տալու իր կոշտ վերաբերմունքը։ Ես ասել եմ, եւ այդ օրենքի նախագիծը իմ ընտրական բանում կա մի մարդ, որը 20 տարի հայրենիք չի մտել, չի հելել, ինք Հայաստանում հողարկավորվելու իրավունք չունի, Հայաստանը դա գերեզմանատուն չի, որ գնաք դրստերում ապրեք, գաք իմ երկրում թաղվեք, 20 տարի մոտ չգործելով Հայաստան։ Ես չգիտեմ, կարող է շատերի դուրը չգա, բայց այսպեսին է։ Բայց այն որ ես գտնում եմ, որ սփյուռքում գտնվող յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է ունենա ընտրելու եւ ընտրվելու իրավունք, դրա մասին որ ասում խոսք չկա։ Դա նախկինները այդ օրենքը մցրեցին, որպեսզի սփյուռքում չէր ավելի շատ մարդկանց, քան Հայաստանում, եւ յանք ընտրվելու հնարավորություն չէին ունենա։ Ավելի շատ մարդկանց, քան Հայաստանում։ Այո, ես այդ օրենքը մցնելու եմ, հետ եմ բերելու, որ սփյուռքում գտնվող մարդը պիտի գնա դեսպանատուն քվեարկի։ Բայց այն բիզնեսմենները, որոնք որ հիմա լուր նստած են եւ վաղեմիսու հանգարց կփորձեն գանիմ դուրը ծեծեն ասեն, ես ուզում եմ ներդրում անեմ, ձեր երկրում ուզում ես գնալ, բայց ոչ մի հարկային կամ պետական արտոնություն դու չես ստանա, ռուսը, բելարուսը կստանա դու չէ։ Իմիգրանից ասում են, թող դու չասեն պոպուլիզմը, ոչ, որտեղ դու երբ որ մենք պայքար ենք մղում, դուք ցաներ հետույքը դրել եք քո փողերի վրա, վեր էինք։ Հիմա եկի ասում ես ես ուզում եմ քո երկրում բանալ եմ ինձ հարկային արտոնություն տուր։ Здравствуйте։ Հարկային արտոնություն չկա։
Պարոն Կասյան, օքեյ, այս ժամանակ այո, հիմա կասես, հիմա ընկեր Մասկը, Էլոն Մասկը, մարդուններ են պետական բոլոր կոնտրակտները, որտեղ ուզի, ինչ ուզի, պարոն Թրամփը կտա, որտեղ օգնել է։ Բայց դու շոքես հետո գաս ասես ես ուզում եմ հարկային արտոնություն, որ ես կտամ ռուսին, բայց քեզ չեմ տա, կտամ ամերիկացուն, քեզ չեմ տա։ Գնա, տենդերը կշահես կդաշ, չէ, հաջողություն։ Պարոն Կասյան, բարբերաբար մեզ փնովում են Հայաստանից, շատ զանգված կա այդպես։ Վեր ընկեք տեղներդ, Հայաստանի հարցերով մի խոսեք, դուք ապրում եք Ամերիկայում հեռավորության վրա։ Նման քաղաքացիներին ինչ կերպ կարելի է պատասխանել ըստ Ուրեմն նման բան հիմնականում ասում են այն մարդիկ, որոնք որ ունեն տարապում են Նիկոլախտով։ Եթե մի մարդ չի տարապում Նիկոլախտով, Հայաստանում ապրող, ինքը չի ասի, մի քննադատեք Նիկոլին, որովհետև դուք, մենք բոլորս թողել ենք մեր երկիրը ասել ենք ստեղ իշխանությունների պատճառով, մեծ մասը։ Այո, մի մասը ունենալով տուն, տեղ, ինչ է տուն, տներ, տեղեր, տարածքներ եւ այլն, ամեն ինչը ծախեց, եկավ ստեղ մի հատ Սևանի դոմի կարելա, նստել ա բանը մեջը տաքսի ակշը, ինչ է Ամերիկայը։ Ես այդ մարդկանց բացարձակ չեմ հասկանում։ Բայց այն որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր կապուց անձնագիր կրող մարդ, ինքը պիտի մտածի, տարապի, կարծիք հայտնի, տանջվի իր երկրի մասին, եթե ինքը իհարկե ունի քաղաքացիական գիտակցություն, իհարկե դա շատ նորմալ է եւ բնավորություն է, եթե սպուրքը մենակ կթուկով չի, բայց մենք նայում ենք, որ այդ կթուկովն էլ գիտակցված է դառնում կթուկով, ինքը գիտակցելով, որ իրանք գցում են, խափում են, այդ փողը տեղ չի հասնելու եւ այլն, ինքը հանում տալիս է, որ ինչա թե, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան, մի տելեթոն, գրողը սերցավ, մի տեղ իանուն ազգանունը գրի, բայց այդ գումարը ուր է գնում, դու չեմ կարա հարցնի, ինչ եղավ, բայց այդ զանգի հարցնի ինչ եղավ, ընդերից կիդուբերի հեռախոսը կդանենք, հիմա գնասուն են Պապիկյանին ասա, մեր ուղարկած բրոնը ժելեզերը ուր է, կպատասխանի, չպատասխանի։ Պարոն Կասյան, եւ վերջի հարցը շատ կարևոր եւ արդիական, բարբերաբար ձեզ են ուղում, ես վստահ եմ այդ խոսակցությունը ձեզ է հասցեագրվում, օվկիանոսից այն կողմ նստած, միայն եւ միայն փորձում է պառակտել, նման բառապաշար են օգտագործում, կապված Ղարաբաղյան վերնախավի հետ, որոնք դատվում են Ադրբեջանում։ Պարոն Կասյան, ինչու դուք չեք ուզում ընդունել, որ նրանք մեր հայերն են եւ եթե արել են հանցագործություն, լավ կլիներ դատվեին Հայաստանում։ Շատ լավ ասեցիք, լավ կլիներ, որ դատվեին։ Եթե ես իմանամ իրենք կդատվեն Հայաստանում, թողան Հայաստանում դատվեն։ Բայց ինչքան Սերժ Սարգսյանը դատվավ, ինչքան Բոբայարը կդատվավ, եւ հասարակ մյուսները դատվան, այնքան էլ դրանք կդատվեն։ Ով ասել որ դրանք դատվելու են։ Այդ մեր հայերը, երբ որ Արցախը տալիս էին, երբ որ այդ մեր հայերը տակ կաբինետում նստած, այնպես էին անում, որ իմ զինվորը զոհվի, այդ հայը չէր մտածում, որ այդ զոհվող զինվորը մեր հայ զինվորն է, հա? Այդպես բան ասողը օվկիանոսից է, ես գիտեմ ով ասում այդպես բան, հիմնականում են Անժելա մարմնավաճառը, այդ ով որ սնվել է այդ նույն Ղարաբաղի վերնախավի տրուսիկի տակից, բառից ամենաբուն իմաստով, ով որ ձեռք է բերել 4 անշարժ գույք Երևանում, եւ ոչ մի չի ասում, Անժելա, այս գույքը քեզ որտեղ է աղջիկ ջան։ Երբ որ իր որդուն բարձրել է Ֆրանսիա, ու Ղարաբաղի դրոշը դեմը դրած խոսում է հայրենիքից, եւ մեկ չասում, ուրա քո զինվոր տվել։ Դրե դուրա։ Այդ քո աղբերը, որ է սահմանադրությունը գրեց եւ Հայաստանի մաման անիծեց, ես ինչ գրեց։ Եվ այլն, եւ այդ մարդիկ, ինչ ոչ ուզում եք ընդունեք, այդ մարդիկ, ովքեր հիմա դատվում են Բաքվի դատարանում, նրանք պիտի փնեն Բաքվի դատարաններում եւ պատվալներում։ Կամ կգամ ես հետ, թոտանից։ Հետ կտանից ես խոստանում այն ժամանակ դու կտեսնեք ինչ է նշանակում դատավճիռ, պարոն Թրամփը ստորագրեց գնդակահարության մահապատժի հոդվածը, նույն ձևն ես։ Բերում եմ հրապարակի մեջ տեղը, բանը շուգուն է երկաթը դնեմ, կամ ասեմ դեմի և գնդակահարեմ, այդ բոլոր Ղարաբաղի վերնախավի։ Որտեղ իրենք ունենալով զենք, զինամթերք, տեխնիկա, զորք,
գումար ամեն ինչ առանց դիմադրություն ցույց տալու Ղարաբաղը ազդեցին։ Ուրիշ սրա հրամանն էին կատարում, ոնց որ հիմա Արայք Հարությունյանը ասում է, ներողություն, որ ես խփեցի Գանջային։ Այդ ես չէի, այդ Նիկոլն էր։ Հենա։ Այսինքն դուք դավաճանին, ձեր դավաճաններին։ Ասում եք դերեք, մենք հայրանը ինչ հայ։ Ես դագաղը դնեմ այդպես հայի, մարդը կանասում ես ներողությունը, ու ինքը գիտի, որ իրանը դիշ չեն թողալու, իրան ես ալնելու են կարտան 20 տարի, կամ չգիտեմ, դու հենա մզոն ձերնին, ես ներողությունը խպեցի Գանջայի, իսկ որ թոզ զորքի կտրտում էին, հերու տղու դրոշը պատն վրեին դուլում էին, կին արմատ կտրին, կուրս կդրին, բերանը թրթրտին, կաշին, հանած նկար, բա դրա ներողությունը ու պիտի ուզի։ Ինչ ներողություն, ինչ հայ, դրանք հայ, դրանք իր զորքի գլուխ է կերան, ես ասեմ դրանք հայ է։ Պարոն Ղուկասյան, Արայք Հարությունյանն է ներողություն, սանս իա քաշով, թե զեթունցի կազը, զեթունցի մանումենցի էր։ նանումենտ։ Ինչին ինքն հասկացան, որ չպիտի գերի ինգնի, բայց ես մարդիկ հենան միած, որ դուք կրացիք հասնվել այ մարդ։ Ինչ հայ։ Մի խոսքով ամեն ինչ խառնվել է իրար։ Դա աստված գա մի օր մի իրականություն, որ ամեն ինչ իր տեղն ընկնի եւ վերջապես մեր հասկանանք մեր գոյության շարունակությունը։ Դուք տարածք եք կորցրել, դուք բանակ եք կորցրել, դուք փախստական եք ծվել այդ պատերազմում, բայց այդ պատերազմից ծնվում են ազգային հերոսներ։ Ու կենթանին է չէ մեռած է, կենթանի, տղա ջան, քո ի՞նչ ազգային հերոս։ Դու գնդապետ գեներալ Ստալինի համար, Արցախը տալու համար, գումարտակը գունդը կորցնելու, գարդի փաստաթղթերը թողալու, ձեր զինամթերքը թողե, փախե, կոպե ապարատը վեկալեկե, Հայաստան, վեկալեն տալում են գեներալ։ Պարոն Ղուկասյան, Սամարի վրա խփեին։ դուք պարբերաբար ձեր եթերներում անդրադարձ եք անում ավելի մանրամասն, շնորհակալություն, որ չմերժեցիք իմ հրավերը։ Խնդրեմ։ Մենք ժամանակ չունեցանք խոսելու Գյումրու հետ կապված, բայց մոտորերս ես ընտրությունների նախաշեմին պարբերաբար մենք խոսենք այդ մասին։ Այսօր այսքանը, շնորհակալություն, ես ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին, շարունակական լինի ձեր գործը, որը արդար է։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր այսքանը, ապրեք խաղաղությամբ, եղեք երջանիկ եւ ապահով լավ մնացեք։ Միշտ նոր հանդիպում։